Բարերեկո հարազատներ ջան, այսօր կարևոր թեմաների մասին ենք խոսալու, նախ կամփոփենք մեր քարոզարշավը, հետո կանցնենք հաջորդ կարևոր թեմային, խաղաղության պայմանագրի դրույթներ կան, որ բարձրաբանման կարիք ունեն, ոնց որ մեր որոշ ընկերներ սխալ ընկալում ունեն, հատուկ իրանց համար կբացատրվի ու մեր ընդդիմությանն էլ կբացատրվի խաղաղության պայմանագրի հետ կապված դրույթները մի փոքր սպասենք միանան ընկերներ ջան մի բան էլ խնդրում եմ իմ եթերի ժամանակ այդ հայտը մի ուղարկեք անձնականով էլ եթերի մեջ եմ անձնականով էլ մի շեղեք ձայնայիններ մի ուղարկեք որովհետև արդեն եթերի մեջ եմ, սենց խոսանք կվերլուծենք, նոր առանձին ձեզ կպատասխանեմ անձնականով։ Բարերեկո հարազատներ ջան։ Նա տասեք ոնց է ձեր տրամադրությունը, ոնց եք տրամադրված։ Բարերեկո ընկերներ ջան, բարերեկո։ Հարգելիներս կխնդրեի ևս մի անգամ կխնդրեի որ եթերովը սկիզբեք մեր խմբերում որ մեր ընկերներն էլ տեսնեն որտեվ էջը շատ վատ է աշխատում եթերը հա հենց բուն եթերը մարդիկ չեն տեսնում որ ես մտել եմ արդեն ուղիղ եթեր միանան մեր ընկերները որ սկսենք շատ լավ է Լավ, հիմա սկսենք ու ընթացքում կմիանան մեր ընկերները Եվս մի անգամ բարերեկո հարազատներ ջան, հատկապես բարևներ մեր գյումրեցի ընկերներին ես կուզեի, որ այսօր ավելի շատ մեր գյումրեցի ընկերները ակտիվ լինեին, մասնակցեին, իրանց դիրքորոշումը գրեին Ուրեմն այսօր քարոզարշավի վերջին օրներ սկսենք մեր թիմից ժամեր առաջ տեղի ունեցավ մեր ամփոփիչ հանրահավաքը, դուք տեսաք մեր գյումրեցիները նամուս թասիվով ինչ ջերմությամբ, ոգևորությամբ ներկա էին մեր Սարիկի հանրահավաքին, ընդհանուր մեր թիմի հանրահավաքին, մարդիկ վճռական են տրամադրված, շատ ուրախալի էր, շատ գովելի էր, որ անկախ հակահեղափոխականների վնգստոցներին ժողովուրդը իր կարծր դիրքորոշումը չի փոխում ու ես վստահ եմ, որ հենց ընտրության օրն էլ իր ճիշտ ընտրությունը կկատարի, ընտրելով մեր Սարիկ Մինասյանին, այդպիսով ապահովելով իրենց բարեկեցիկ ապագան։ Ուրեմն սկսեմ հենց Սարիկ Մինասյանի ընդհանուր ամփոփիչ իմ գնահատականը, շատ գրագետ, ցիվիլ, անմիջական բայց դրան զուգահեռ ինձ ինչը ավելի շատ ոգևորեց, որ լինելով պետական պաշտոնյա ինքը գյումրեցիների նամուս թասիբը պահեց բանավեճի ժամանակ։ Իրոք շատ ոգևորիչ էր Ռուբիկ Մխիթարյան կոչվող Սերժիկի շիստյորկի ստորացումը, հենց ստորացվելը որովհետև մեր, եթե հիշում եք, մեր Սարիկը ասեց դու ինձ չես կարա չհարգես, սա ոչ միայն անձի, այլ նաև ընդհանուր
Գյումրեցու հավաքական կերպարի պատասխաններ հակահեղափոխական դիշակեկին։ Իրոք բրավո պարոն Մինասյան, ես նախկինում ձեզ չեմ ճանաչել, բայց այս շաբաթների ընթացքում թե մարդկային առումով, թե գիտելիքների առումով դուք իրոք արժանի եք լինելու Գյումրու քաղաքապետը, միակ տեխնացուն եք, ով ազնիվ է նախ իր թիմի, իր քաղաքի ու քաղաքացու հանդեպ ռեալ ծրագիր ունենալով։ Իսկ մյուսները ուղղակի պոպուլիստական հեղափոխությունից աբիժնիկների մասսա է, ինչը անլուրջ է գնահատվում ցանկացածի կողմից, ցանկացած adekvat մարդու կողմից։ Մի խոսքով, Աստված մեր հետ, տեսնենք ընտրության ընթացքը քարոզարշավից արդեն հետո բուն ընտրության ժամանակ մարդկանց այդ ոգևորող տեղամասերում ընտրություն կատարելը գնահատականը կհետևենք կտանք։ Հիմա շատ չեմ ուզում այս առումով խորանամ, հիմա անցնենք տեխնացուներից մի քանիսին, հետո կանցնենք թեմաները ըստ անհրաժեշտության։ Ուրեմն, սկսենք գյումրեցու, ճակերտավոր գյումրեցու հոտով մարդուց, ով լիարժեք իրան բացահայտեց որպես հակահեղափոխական, ուրեմն այս մարդը այնքան ծրագրով սնանկ է, որ իրան երևակայում է որպես պետեկամուտների կոմիտեի նախագահ, ազգային անվտանգության նախագահ։ Իրան լիազորություններ է շնորհում, որ ասենք adekvatության հետ կապ չունի։ Գյումրու քաղաքապետի, այդ մարդուն բացատրեք, որ ինքը տեխնացու է Գյումրու քաղաքապետի, ոչ թե պետական լրջագույն կառույցների ղեկավարների, այսինքն ուժային կառույցների ղեկավարների։ Այնքան դատարկ է օրակարգը, որ զբաղված է ցնդաբանությամբ։ Դուք պատկերացնում եք, այս Արտյոմը լիներ մեր թիմից, օրինակ, ընտրվեր թիմի կողմից ու հետո պարզվեր, որ իր թիկունքին կանգնած է Վարդանիկը ու Վարդանիկն էլ ստվերից պիտի ղեկավարեր Գյումրին։ Դա սարսափելի կատաստրոֆիկ պատկեր կլիներ։ Ու շատ լավ է, որ բացահայտվեց Արտյոմի դեմքը որպես հակահեղափոխական։ Ժողովրդի անունից է խոսում, ինչ որ ես չգիտեի, որ մերօրյա Ահարոն Ադիպեկյանն է, ինչ որ տոկոսներ ասում եւ այլն, ուրեմն տղամարդը չի կարա հիասթափվի։ Եթե հիասթափում է քաղաքականության մեջ, ընտանիքում լրիվ չեղացի հաշիվ է, այդ մարդը գոյություն չունի, հարգանք պատիվ չի վայելում իր ընտանիքի անդամների կողմից, հետեւաբար եթե այտենց փխրուն էակներ են, լավ կլիներ, որ չառաջադրվեր որպես տեխնացուն։ Ուրեմն այս մարդն ասում է լկտի ստերի շարանից, ասում է հեսա հեղաշրջում է լինելու, դաշնակները գրավելու են, ձենը տվեք ինձ։ Ուղղակի համ ջղայնանում ենք, համ հետեւյալ հարցադրում են անում, ու վստահ եմ դուք էլ կանեք։ Ուրեմն բա եթե նախ ասեմ մեր ԱԱՑ-ն շատ ուշադիր է, ինչքան փորձեր եղել է փարկացող կանխվել է ու կկանխվի, բայց ենթադրենք այտենց բան է պլանավորվում, դու լինելով իբր թե ազգասեր մարդ վճռական պահին խես թռնում թիմի վրից ու ասում ձենը պտի տակ ինձ։ Adekvat չի։ Եթե դու այսօր թռնում ես հայրենիքի ու թիմի կողմից, վաղը միսօր հաստատ կթռնես Գյումրեցու վրից ու ընդհանուր քաղաքի վրից։ Ու մենք էլի կհայտնվենք, ասենք, այդ նույն քաոտիկ վիճակի մեջ, ինչ Բալասանյանների սաբոտաժի հետևանքով էր։ Այս մարդուն մեկը ասեք, որ եթե տենց բան են պլանավորում հակահեղափոխականները, Գյումրու չեն սկսում, այլ Երևանում պետական շինություն են գրավում, հաստատ չեն գալու Գյումրու քաղաքապետարանը գրավեն։ Իհարկե Գյումրին մեր համար շատ կարևոր նշանակություն ունի, բայց դրանց հակապետական ծրագրերը արվում է Երևան քաղաքում, ինչը րոպեական չեզոքացվում է ու փառք Աստծո։ Ուրեմն երևի թե ես էլ ասեմ, ուրեմն նախ պետական պաշտոնյան պետք է ունենա մակարդակ։ Ինչ է նշանակում այս անձի կողմից նվիրյալներին վիրավորելը, պիտակավորելը ու բլոկելը։ Դու ոնց պետք է շփվես վաղը միսօր, ասենք թե դարար քաղաքապետ ոնց պետք է շփվես քո քաղաքացիների հետ, վիրավորելով ու պիտակավորելով։ Ով է թիկունքիդ կանգնած։ Մենք հերիք չի քեզ նախ անհարմար իրավիճակի մեջ դնես, հետո էլ խաղաս մարկանց զգայուն թելերի հետ։ Հայտնի այդ Ազիզ ջանը, մարդ առաջի անգամ իր մոր տարիքի կանանց հետ է հանդիպում, ասում է Ազիզ ջան, դա ոչ թե անմիջականություն է, հեսա կասեն անմիջական է, ոչ, դա անտակտություն է։
Որտեղ պարոն Փաշինյանն էլ անմիջական, բայց ցանկացած մարդու հետ դուքով է խոսում։ Դա անշնորհքություն է, Ազիզյանը որն է։ Սրանց նմանների ընտրողներին եմ ուզում երկու բան ասեմ, իբր թե հեղափոխական են, վարչապետի աջակից են, գրում են արդարություն չկա, արդարություն չկա։ Ուրեմն լսեք այ անգրագետներ։ Դուք դրանով փոշիացնում եք հեղափոխության ձայները, եթե ձայն եք տալի Արտյոմի նմաններին, ուրեմն դուք հեղափոխական կոչվելու իրավունք չունեք։ Հետևաբար, ընտրությունից հետո մունատ չգաք մեր իշխանության վրա։ Դուք պահանջելու ոչ մի բան չունեք, բարոյական իրավունք չունեք։ Ինչ արդարության մասին է խոսքը, եթե դուք շակալի նման դավաճանում եք։ Արտյոմն է արդարության սիմվոլը, լուրջ եք ասում։ Թե արդեն նեղանձնական բաներ է ինչ որ խոստացել, դրանից ելնելով արդարություն չկա։ Ոնց արդարություն չկա։ Ես այս բանը ավելի լայն մասշտաբով անդրադառնամ։ Արդարություն չէր 18 թվականի հեղափոխության լինելիությունը ու այդ հեղափոխությունը շարունակական է ամեն օր։ Արդարության վերականգնում չի, արդարություն չի մեր ամենօրյա հզորացումը։ Արդարություն չի միջազգային լուրջ ատյաններում հանդես գալը մեր Հայաստանի Հանրապետության ծանրակշիռ քաղաքականություն վարելը, արտաքին քաղաքականություն վարելը։ Միջազգային փաստաթղթերը, չէ՞։ Խիբ արդարությունն է, որ պետք է ձեր համար նեղ անձնական բան արվի, արդարությունը լինի։ Չէ, չկա, ուրեմն всё։ Ինչ արդարություն, ինչ բան, այդքան շատ հեշտ եք ուրանում։ Եթե ուրանում եք, խնդիր չկա, ձեր նմանները հեղափոխական չեն եղել։ Ուղղակի դրա դիմակի տակ դուք կեղծավորություն եք արել։ Արդարություն չկա։ Հատիկ առ հատիկ շարքը որ կա, պարոն Փաշինյանը ներկայացնում, արդարություն չի։ Հատիկ առ հատիկ թալանը հետ է բերվում։ Ինչի մասին եք խոսում։ Այսօր 8 ուժ տրամադրված է մեր դեմ։ Այդ թվում նաև Լևոն Բարսեղյանը, հեսա կանդրադառնամ, հերթով կանդրադառնամ։ Չի կարելի էլի, ժողովուրդ ջան։ Մարդ պետք է ստաբիլ լինի։ Արսեն Արշակյան անհատը խի է գնահատվել, խի է հարազատ դառել, ինչի համար։ Իմ ստաբիլության, հաստատակամության, իմ ազնվության համար։ Ուղղակի նողկալի են այն մարդիկ, ովքեր անընդհատ կարծիք են փոխում, մի օր ստե, մի օր ընդե, մի օր ոչ մեկի կողմից չեմ, ոչ մեկի կողմից չեմ, բայց չգիտես խի մի հատ կիսվում են մի Արտյոմի նյութերով, իրան են քվետալի, ով ժամանակին ռուսի մեդալ է ստացել։ Ուղղակի չափ գոյություն ունի։ Ես հակված չեմ մարդկանց վիրավորելու, բայց եթե վիրավորում են պայքարս, ուրեմն հաստատ գնահատականը, այդ մարդկանց գնահատականը կտամ։ Ի տարբերություն որոշների, որ պահկված են ինչ-որ պրոֆիլների հետևում, այսինքն իրանց ֆեյք անուն, ֆեյք նկար, ես շատ հաճախակի եթերներ եմ ունենում, ինչ ասում եմ, իմ էջով եմ ասում։ Գիտեն, Արսեն Արշակյանն է նյութի հեղինակը։ Իրանց էլ դրել են մի հայրենասերի տեղ, եսի ինչ իրավունքով են օգտագործում Կարեն Սերոփիչի, Վազգեն Սարգսյանի անունները։ Վերջերս էլ վեհափառը մենք այդ նկարով իմացանք, որ վեհափառի նմանակում է անում։ Այդ մարդու մոտ երևի դերասանությունը լավ է ստացվում, խնդիր չկա, թող գնա Հայկոն դասեր կտա այդ մարդուն, քաղաքականությունը իր տեղը չի, ու պետք է մերժվի։ Այո, պետք է մերժվեն, թե Արտյոմները, թե Լևոն Բարսեղյանները, որովհետև Գյումրեցին իր ձենը պիտի տա Սարիկ Մինասյանին։ Իրոք եթե ուզում են ապահով բարեկեցիկ ապագա իրենց երեխաների համար, ուրեմն միանշանակ Սարիկ Մինասյան։ Այս անձը ես չեմ բացառում, ասենք որ Վարդանիկը անցավ այդ շեմը հաղթարեց, իր ձենը տա իր հարևանին։ Այդ իմ խորին համոզմունքն է։ Վստահ եմ, որ դուք էլ այդ համոզմունքը ունեք։ Ուրեմն այս Կարեն Սիմոնյան, եթե ինչ որ բաներ ավել Հա, մի երկու բան էլ ավելացնեմ նոր, ամենակարևորը ստեղ ուզում եմ նշեմ, այդ իր հարցազրույց կոչվածից ժամանակ, որ ծաղրի առարկա դառավ Սախ Հանրապետությունով, ասում է Գյումրին սարքենք փակ քաղաք։ Ես նայեցի, թե ես, թե իմ ընկերները ծաղրեցինք, անպատվեցինք, բայց խորը վերլուծություն ես չտեսա, եթե բաց են թողել, դրա մասին ասեք։ Այս առումով վերլուծություն չտեսա, բայց ոչինչ, հեսա կանդրադառնանք։ Ուրեմն ում է ձեռնտու փակ քաղաքը, իհարկե միանշանակ Ռուսին։
Շարքային քաղաքացուն, շարքային գյումրեցուն բնականա փակ քաղաքը որն է։ Այս կարողա Ստալինի ժամանակներն է։ Իհարկե ոչ էլ Երևանցուն, որ մի խոսքով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ձեռնտու չի։ Ձեռնտու է ռուսին։ Հետո ասում է պատի քրտնած լինի մարդ, Վազգենի նման ղեկավարապետ, Վազգենի նման դոմիկից հապետ լինի անձը, ես սենց հարց տամ, դու դոմիկում ես ապրում։ Չէ, այդ պոպուլիզմը քչացրա, որ գոնե վաղը միսօր ոնց դու ես ասում, ընտրությունից հետո կյանք կա, ու դու կարանաս դուրս գաս գյումրեցիների մեջ։ Չտվեցիր ներդրողների անուն։ Ասում ես ես ըլնեմ սենց կանեմ, ընենց կան, գալատ կանես։ Դու քո նմանները, որովհետև Գյումրու քաղաքապետը իրոք շատ կարևոր պաշտոն է, բայց եթե այդ պարագայում քաղաքապետ կոչվածը դու ես լինելու, քեզնից վերև շատ ավելի կարևոր մարդ կա, շատ ավելի հարգված։ Մենք Շիրակի մարզպետ ունենք, պարոն Արուշանյանը, ում մակարդակին չես կարա հասնես։ Սպառնալիքներով, հների, նախկինների սպառնալիքներով ուզում է ամեն ձև խցկվի բանի մեջ, պաշտոնի մեջ, պաշտոն ստանա։ Երբեք չես տենա պաշտոն։ Մի պղծի Գյումրու ու գյումրեցու դեմքը։ Գյումրեցիները միշտ սենց նամուս թասիբով են եղել, բայց քո նմանների պատճառով մի քիչ ուրիշ կարծիք է ձևավորվում։ Իհարկե ես միշտ ասում եմ, որ ամեն մեկին յուրովի մոտեցում է պետք, ու քո նմանները չեն կարա պղծեն իրականությունը, չեն կարա պղծեն Գյումրու դեմքը։ Մեր պատգամավորը Էմա Պալյանը վերջերս ասաց, որ 8 ուժերը ձայները տալու են Վարդանիկին։ Ուստի շատ տրամաբանական պատկեր է ստացվում, Ժողջան, դուք սխալվելու իրավունք չունեք։ Ինչ է նշանակում Սերոփիչինը կարող օգտագործելը, այս մարդը իմ ընկալմամբ մեծամիտ, գոռոզ, անմեղսունակ մարդ է։ Ընկալումը տենց է։ Վարդանիկն էլ այդ սինդրոմներով տառապում։ Ինչով է տարբերությունը։ Ասում եմ ոչ ներկա ոչ նախկին, բայց նախկին Աղազարյանի հետ ինչ որ մոտիկություն անում։ Երևի սրա մասով էսքան է, եթե ինչ որ բաներ ունենամ ասել, դե ինքը շատ փոքր բան է, անցնենք առաջ։ Եթե ավելացնելու բաներ լինի, հետագայում կավելացնեմ, չնայած ամեն ինչ էլ ամենակարևոր բաներն էլ ասավ։ Այս մարդը ի սկզբանե մերժման է ենթակա, հեղափոխական մարդը չի կարա սրա նմաններին ձեն տա։ Անցնենք երկրորդ տեխնացու կոչվածին, Կաշար բաժանող Կարեն Սիմոնյանին, ում միացավ Քյոխը։ Եթե մտածում են ինչ-որ ռեյտինգ ապահովի չարաչար սխալվում է, թե ինքը թե այդ երևույթը, ճակերտավոր զինվորականը, տեսանք իրանց ամփոփիչ հանրահավաքը ինչքան էր, երևի այդքան մենակ պարոն Մինասյանին երեխաներ են դիմավորում, հանդիպումները շատ ավելի մարդաշատ են, այնց որ Կարեն կոչված դու էլ շանսեր չունես, այնց որ այդ մոլուցքը իշխանության գալու վերարտադրվելու կարակ ի սկզբանե հիմիկվանից մտքներից է թանեք։ Անցնեմ հաջորդ տեխնատուին։ Լևոն Բարսեղյան։ Դե մի մասով այն առաջի եթերի ժամանակ ես Լևոն Բարսեղյանի առումով մի մասը ասեցի, հիմա շարունակեմ միտքս երկրորդ եթերում։ Գալա դաշինքով մի տարի դու եղար որպես ավականի Բալասանյանների ժամանակ։ Ինչ աշխատանքներ արեցիր։ Ոչ մի։ Եթե աշխատանք ունենար արած, այդ վիդեոները այսօր դրոշակ կսարքեր ու կտարածեր։ Ինչ ես արել։ Ոչ մի բան։ Ինչ պետք է անես որպես քաղաքապետ, նորից ոչ մի բան։ Ուրեմն ես ուզում եմ անդրադառնամ որոշ մարդկանց երկակի ստանդարտների վրա, այդ կառավարությունում ինչ որ պետական ապարատում մի դավաճան է որ լինում, վայ հրաժարականն ենք ուզում եւ այլն եւ այլն։ Բա Լևոն Բարսեղյանի տողով վրով այդքան բաներ իմացանք, դոգի ֆանատ, ադմինիստրատոր, դոգի հետևորդ, Մորքուրի հետևորդ, բախի չպահանջեցիք որ Լևոն Բարսեղյանը տեխնացությունը հանի։ Այս ինչ երկակի ստանդարտներ է։ Համստեյք լայքում, ընդեյք լայքում, ես ինչ թազաձևերը ժողովուրդ ջան։ Մենք իրար հետ պայքար ենք անցել, ես չեմ ուզում մտածեմ, որ այդ տիպի մարդիկ կարան թիկունքիցս առնվազն իմ թիկունքից խփեն։ Ուրեմն եկեք այդ կոռեկտությունը, այդ անշեղելիությունը մեր պայքարի
ֆիքսենք ու շարժվենք առաջ։ Եթե դուք վարչապետի աջակից եք, ուրեմն թքած ունեցեք տարբեր երևույթների վրա։ Այս ազգի մեծամասնությունը լավ գիտի, մենք ուր ենք շարժվում, ոնց ենք շարժվում, թող պոպուլիստական հայտարարություններ չանեն Լևոն Բարսեղյանները իրանց թիմով հանդերձ։ Կասեմ, այս ահա երթով գալիս եմ։ Ուրեմն ամենակարևորը, որ ուզում եմ ասեմ, այս Եվրադաշինքը կարող է վերջի օրով այնց մի հատ խայտարակ սուտ, լկտի սուտ, ամբարո սուտ ասի, որ Երևանի պատկերը ոնց եղավ, խափեցին, ասեցին, չէ, այդ վերլուծաբանները, ասեցին Վագներները եւ այլն եւ այլն։ Ես խնդրում եմ այտենց լկտի ստերի չհավատակ, որովհետեւ սրանց միակ նպատակը Գյումրին գրավելն է, հետո վարչապետի աթոռը գրավելը։ Ժողովուրդ ջան, կամ մենք ենք լինում, կամ ռսի քոցերը։ Երրորդ տարբերակ չկա, այսինքն Լևոն Բարսեղյանը ինքը իրանով ու իր հետագայում Եվրադաշինքը իր լիդերներով Հայաստանի Հանրապետությունում պետք է լինեն առնվազն ազգային ժողովի ներկայացուցիչ առնվազն, հա, կամ ինչ որ ավականի, եթե մտնեն։ Ես իմ երկիրը վարչապետի աթոռը չունեմ տալու ու վստահելու Եվրադաշինքին, ինչ անունով հանդես գան, ինչ դեմքերով հանդես գան, չկա վստահություն, որովհետև իրանք թուլամորթ մարդիկ են, օտարամոլ մարդիկ են։ Ես խնդրում եմ դրանց վերջի օրով ինչ սուտ գրեն, ինչ պանիկա տարածեն, չտրվեք սադրանքների, որովհետև դրանց նպատակը, ես ասում եմ, ամեն գնով իշխանության ռեյտինգը գցեն, վարչապետի ռեյտինգը գցեն, որ իրանք լինեն իշխանություն։ Այս մասով Ուրեմն անդրադառնամ այս ամփոփելով, ասենց ավելացնելու բան չունեմ, Եվրաքվեի պահով Եվրադաշինք ասենց կոչված է, էլի, դե նույն աղբն է, տարբերություն չկա, Եվրադաշինք, Եվրաքվե։ Անցնեմ երկրորդ կարևոր կետին, թեմային, խաղաղության պայմանագիր։ Այս բանում էլ Եվրադաշինքին անդրադառնալու կա։ Ուրեմն խաղաղության պայմանագիր ու Ղարաբաղյան շարժում։ Վերջերս պարոն Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու։ Դա իմ պաշտոնական Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Միանշանակ ողջունում եմ, աջակցում եմ, ես էլ իմ մասով, որպես բարձրագույն իշխանություն, մենք մեր մասով, ոչ միայն ես, նաև դա ամեն մեկի adekvat հայի պարտականությունն է։ Ինչ եմ հասկանում Ղարաբաղյան շարժում ասելով, հա, այս հարցը եկեք ամեն մեկս մեզ տանք։ Ղարաբաղյան շարժում ասելով ես հասկանում եմ սենց նեգատիվ պատկեր, անընդհատ հավերժ սուկ, կորուստ, Հայաստանի Հանրապետություն, սև լենտայով։ Այլևս երբեք Հայն ու Հայաստանը չպետք է արտասվի։ Եթե արտասուկ, ուրեմն միայն երջանկության արդյունքներ։ Այդ սև լենտը հայ ժողովուրդը նախ գյումրեցիների մասով մարտի 30-ին պիտի կապեն Քոչա սերժական բանդայի տեխնացուների վրա, ապա հաջորդ տարի հենց Ռոբիկի ու Սերժիկի ճակատին։ Ուրեմն մենք շարժվում ենք խաղաղության ճանապարհով, իրապես խաղաղություն ենք ուզում, ոչ թե մանիպուլացնում ենք, մենք ուզում ենք խաղաղություն, մեր սերունդների համար, հարատև խաղաղություն։ Հետևաբար Ղարաբաղյան շարժում կոչվածը, թող առաջ տանեն, եթե այդքան տաղություն ունեն, առաջ տանեն Ղարաբաղյան կլանը իրանց մանկլավիկներով, ֆեյքերով հանդերձ։ Ես չեմ պատրաստվում առաջ տանել այդ սին օրակարգը։ Այս մասով այսքան։ Հիմա անդրադառնամ խաղաղության պայմանագրի հետևյալ կետին։ Վերջերս պարոն Փաշինյանը հարցազրույց տալով հանրայինում ասաց հետևյալ միտքը, որ Հայաստանի Հանրապետության խաղաղության երաշխավորը մենք ենք, հայ ժողովուրդն է։ Համամիտեմ միանշանակ, որովհետև այդ նույն արևմուտքը երկակի ստանդարտներ ունի։ Այսինքն մենք իհարկե լավ հարաբերություններ ունենք Ամերիկայի նոր վարչակազմի հետ, Եվրամիության հետ, մասնավորապես Մակրոնի,
Բայց եկեք չմոռանանք, որ գոյություն ունի շահ, պետական շահ։ Այդքան մենք չպետք է շարժվենք մեր պետական շահով, իսկ աշխարհը շարժվի իր շահով։ Այսինքն աշխարհը հասկանում է իր շահը, մենք չէ։ Հերիքա քծնելու քաղաքականություն հորդորեն արևմտամոլ ուժերը, վերլուծաբանները։ Ուրեմն վարչապետի ուղեղը չեք ունեցել ու չունեք, հետևաբար ավելի լավ է չխոսակ ընդհանրապես, ձեր էջերը դատարկ լինի, քան լկտի սուտ տարածեք, հիասթափություն տարածեք, խուճապ տարածեք, այդ մարդը առաջի բանակցողն է, շատ լավ գիտի, որը որից հետո է։ Կարա ձեզ, ձեր նմաններին հարյուրներով, հազարներով կանչի իր մոտ դասախոսություն կարդա, քաղաքագիտություն բացատրի, դուք էլ ընկալեք կամ չընկալեք, դա ձեր ընկալման հետ կապված, մի խոսքով ձեր մասնագիտությունը տար առ տար, հատիկ առ հատիկ, դա էլ կբացատրի։ Տեսեք, Ուկրաինայի պարագայում մենք ոչ մի բան չենք զիջում միակողմանի, այսինքն խաղաղության մեջ վաղը միսօր կհրապարակվի, խաղաղության մեջ չկա միակողմանի Հայաստանի Հանրապետությունը, ինչ զիջումներ, որ Եվրոպայից այտենց անբարոյական բառից բուն իմաստով անբարոյական տղամարդիկ ու կանայք ելույթներ են ունենում։ Դուք ձեր հարցերը լուծեք, դուք ձեր տան հարցերը լուծեք։ Ուկրաինան, տեսեք, պատերազմի մեջ է, բայց անգամ Մակրոնը, մեր դաշնակիցը, մեր բարեկամը 100%-ով չի կարա խոստանալ Ուկրաինային իր տարածքային ամբողջականությունը, որը մինչև պատերազմն էր, այսինքն դեռ 2014 թվականին։ Կա նման երաշխավորություն առնվազն Ֆրանսիայի կողմից, որ մենք համարենք, հա դե առանց բանի չենք կարա Եվրամիության, չենք կարա առանց Ամերիկայի, չենք կարա, այսինքն եթե մեր հովանավորը, մեր երաշխավորը մենք ենք, դա չի նշանակում, որ խաչ ենք քաշում Եվրամիության ու Ամերիկայի վրա։ Ոչ, դա սխալ ընկալում է, սխալ ձևով են ձեզ բացատրում, լկտի ձևով խաբում են։ Հետևաբար ամեն մեկին լայքելուց առաջ մենք ընկալեք ինչ ասում, վիրավորումա թե չէ, իրոք մտահոգությունա թե չէ, որտեղ լայքում եք դրանց լեզուներն էլ ճողված կա ստացել, դրանց երախները։ Վարչապետի այս մի արտահայտության վրա եմ ուզում կենտրոնանամ, հայտարարեց, որ մենք խաղալիքից խաղացող պետություն ենք դարել։ Հայամետ դիվանագիտություն է մարդը վարում։ Հասկանում եք գոնե այդ ինչա։ Այն մի թևը ռսակոց է, Ռոբիկ Սերժիկ, նրանք էլ բանի արևմտամոլ են։ Հետևաբար մերժելի են, ես հաճախակ եմ ասել, մերժելի են թե ռսակոցները, թե դրանք Եվրադաշին կոչվածը։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն է ունեցել ու կունենա բացառապես հայամետ դիրքորոշման շնորհիվ։ Այդ պետությունները, գերտերությունները կգան ու կգնան, Հայաստանն է մնայուն։ Այն ժամանակ, որ Հայաստանը եղել է, շատ գերտերություններ, sense խաղի կանոնները փոխվել է ու վերացել են անգամ պատմության էջերից, բայց Հայն ու Հայաստանը մնացել է, չէ՞։ Ինչի շնորհիվ։ Ինքնամոռաց արևմուտքին տրվելու շնորհիվ, չէ։ Դե եկեք խոսում ենք, բացեի բաց խոսանք, ոչ մի բան թաքցնելու չունենք իրար։ Խոսում ենք մինչև սաղ ասենք։ Այդ նույն արևմուտքը չէ 1915 թվականին իր լուր հանցավոր լռության պայմաններում կանաչ լույս վառեց Թուրքիայի առաջ։ Ցեղասպանությունը դաբրոն տվեց։ Հետո ասում են ընդունել, ում է պետք ընդունելը, եթե ինքը կարար կանխել Թուրքիային։ Չեն կարող, հա, տենց ուղակի մտքներին այդ էլ իրանք շարժվեցին իրանք շահով։ Ու պատմություններ տրկնվելու հատկություն ունի, կարող է sense գլոբալ ասեմ, կարող է մի օր էլ որոշեն Հայաստանին այտենց անտերության մատնեն, ոնց որ 30 տարի առաջ թողեցին, որ ռուսը Տիրանա մեր տարածաշրջանին։ Հետո չեմ հասկանում, ինչ ցնցումների մեջ եք ընկնում, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են հսկում, Հայն է հսկում, վատ եք հսկում, պարտադիր ինչ-որ ուրիշ ազգի ներկայացուցիչ պետք է մեր բգներին կայնած լինի, դա էլ իր հերթին առանձին գլխացավանք է, որովհետև այդ հանգամանքը Եվրամիությունում կօգտագործվի հենց Հայաստանի Հանրապետության դեմ,
որտեղ հազարումի Եվրամիության հետ հազարումի հարցեր կան, հələ հիշեք, որ առնվազն 8 երկիր ռսամոլ է Եվրամիությունում, այդ երկրները կասեն, գիտես ինչ, սենց ցիվիլ ձևով, էլի, գիտեք ինչ, պարոն Փաշինյան, այն մի մոռացեք, որ մենք հսկում ենք ձեր սահմանները, մենք ենք թելադրող այդ պարագայում։ Իսկ խի այտենց պատկեր լինի, ասենք եկան կայնան, սաղ, ով կա չկա եկավ։ Ու բանակցություններում, այդ Եվրամիության հետ բանակցությունների ժամանակ երեսով տան, խի, հետո ասեն, այս վարչապետը այս իշխանությունը սխալ արեց, դուրս եկան, կամ դուրս չեկան ինչ-որ մի հատ պատկերավոր եմ ասում, ժողովուրդ ջան, էսի ընդհանուր որ հասկանանք ինչի մասին է։ Այ վարչապետը սենց արեց, այսինքն երկու դեպքում էլ իշխանությանն են փորձում տուպիկ գցեն այդ ճակերտավոր ընդդիմադիրները։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետությունը իրոք լիարժեք լինի անկախության սուվերենության առումով, մենք ասենք ոչ, վարչապետը շատ հանգիստ կարող ասի ոչ, գիտեք ինչ, հարգեք մեր ինքնիշխանությունը։ Հետո որ ասում են առանց Եվրամիության կամ Ամերիկայի հասկանում են այդ մարդիկ ինչ են խոսում, ասենք պարտադիր ուզում են ինչ-որ մեկի շեֆ, ինչ-որ մեկին բերեն, մեզ սարքեն շեֆ։ Ոչ, մենք ենք տերը մեր երկրի։ Եթե ինչ-որ քաղաքագետի տնքացող քաղաքագետիկներ, եթե այդ ընկալումը չունեն, ուրեմն ցավում են իրանց դատարկաբանության համար։ Ասում են ինքնիշխան Հայաստան, ո՞նց ես դու ինքնիշխան, եթե քո սահմանին ուրիշ երկրի մարդ է կայնած։ Դա ինչ ինքնիշխան։ Դուք անգամ այդ բառի իմաստը չգիտեք, չեք հասկանում։ Սրանց մտածելակերպով դե որ Կանադան, բանը, Մեքսիկան, Գրենլանդիան չեն միանում, մենք լինենք Ամերիկայի կցորդ։ Ռուսակոծերը ուզում են գուբերնիա սարքեն, արևմտամոլներն էլ բան, Ամերիկայի նահանգ։ Իհարկե դատապարտելը ինչ տարբերություն շեֆով է, այդ Ամերիկայի Եվրամիության բանցիկն է փոխում էությունը, ոչ։ Ես իմ երկրի տերն եմ։ Մի քիչ ինքնասիրությունն ինչ ա որ որոշ մարդիկ չունեն։ Իրոք հունից դուրս են գալի ու ինպես ես գիտեմ որ շատերը նման թալաս թուլամոր թուլակամ ճակերտավոր արևմտամոր ընդդիմության այդ բարբաջանքներից։ Այտենց եք ձեն մուրում, ամոթ ձեզ։ Ուրեմն էս էլ հարմար առիթ է որ թասիբով գյումրեցին մերժի դրանց նմաններին, որ իրանց չափը ճանաչեն։ Սեփականաշնորում են օրակարգը, ինչ անում է մենք ենք արել, հիմա ասել է գալատ է կարել։ Եվրոինտեգրման process-ն էլ իշխանությանն է։ Այդ դրա մասին իդեպ վաղը ավելի մի քիչ մանրամասն կխոսամ, հիմա ընդհանուր ասեմ։ Խաղաղությունը իրանց են վերագրում, մենք ենք արել։ Դուք ոչ մի բան չեք անում, դուք բարբաջելուց բացի մի օգուտ չեք տալի։ Եվրամիության ինտեգրում են իրանց վերագրում, ամոթ է ուղղակի ժողովուրդ ջան։ Թիրախ այսօր սարքել են Հայաստանի Հանրապետության թշնամի այդ ուժերի կողմից սարքել են մեզ ու մեր իշխանությանը։ Խի եք վախենում ռուսին թիրախավորելուց։ Այդ մեծ խոսում եք, ասենց ինչ որ հեգնական խոսում եք ռուսի հետ կապված, բայց ռուսի տուզիկներին ձեն չեք անում, իրանց դեմը ձեն չեք անում։ Այդ գնում եք դեբատների, բերանները ջուր առած, այտենց պապանձվում եք ռուսակոծերի ճոտերի դեմը։ Այդ խի Ռոբիկն ու Սերժիկը չեն։ Ճուտի ճուտը։ Բայց են հանեք, թե ավելի հեշտ է թիրախավորել իշխանությանը, ով հանգամանքներից ելնելով, այդ աշխատանքների բնույթից ելնելով չի ներկայացնում որոշ մանրամասներ, որտեղ դա կոռեկտ չի։ Մեր իշխանությունը մեզնից ոչ մի բան չի պահում, բայց նյուանսներ կա, որ չպետք է լոչվեք ու իշխանության հասցնել, այտենց բարբաջեք, վնգստակ։ Իդեպ, ձեր նմաններին կառաջարկեմ մասնակցեք Տիկին Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև արշավին, եկա շատ բան ունեք սովորելու։ Ձեզանից ոմանք գալիս են, սենց նստում են լուրջ դեմքով, սենց իրանց թվում է ինչ-որ իրանցից բան են ներկայացնում, հանրային դեմքեր են, բայց չէ, էլի, դա էլ թազա ինչ-որ շոպլիկանալու ձև է իշխանությանը։ Նույն ստերն են տարածում, ինչ ռուսակոծները, նույն խուճապն են տարածում, ինչ ռուսակոծերը, բա ինչով եք տարբերվում դրանցից։ Անունն էլ ամեն ինչի եվրո, գիտեք որ ժողովրդի մի հատվածն էլ ցավոք սրտի անգրագետ է, եվրոն լսում է, չոքերը թուլնում է, դրանց միջոցով եք ուզում իշխանությունը վեկալեք։
Եթե մտել եք պայքարի մեջ, ուրեմն բարի եղեք ձեր կոռեկտությամբ, ադեկվատությամբ, քննադատություն հասկացանք, պիտի ուրիշ ուժեք, պիտի ինչ-որ քննադատեք, բայց կոռեկտության սահմաններով որ հարգեն ձեզ։ Այտենց մտնեք ազգային ժողովը, որ թե ստով կեղծիքով։ Ուրեմն ես լուրն էլ ասեմ, օրեր առաջ այսպեսի մի հայտարարություն տարածվեց, ԵՄ երկրները քննարկում են ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաջնորդության փոփոխության հարցը։ Սրա մասին ասում է Financial Times-ը։ Բանակցություններով փորձ է արվում խուսափելու քաոսից, որը կարող է առաջացնել ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո ՆԱՏՕ-ում։ Տեսեք, անգամ Եվրամիությունն հիմա քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ից աստիճանաբար ազատվելու հույսը չի դնում բանի վրա, էլի Ամերիկայի։ Հիմա այս ցիտելուց հետո հարց եմ ուզում տամ Եվրադաշինքից Արամ Սարգսյանին։ Ուրեմն Արամ Սարգսյան, այդ որ հայտարարում եք, մենք արմատական արևմտամետ ենք, իբր թե։ Նախ հիշեցնեմ ժողովուրդ ջան, որ Արամ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից հետո դարձավ վարչապետ, Քոչարյան Ռոբիկի կառավարության վարչապետ։ Ու գովում էր ռուսին, առանց ռուսի չենք կարող, ռուսը մեր սահմանները հսկում է, ռուսը դուրս գա Հայաստանը կործանված է, ինչպես դարձակ արմատական արևմտամետ, այն էլ հիմա ինչպես է արևմտամետ ընդհանրապես, եթե արմատական դիրքորոշում ոչ մի հարցով չունի աշխարհը, արևմուտքը։ Ինչ արմատականության մասին է խոսքը, եթե Թրամփը 5 րոպեն մեկ փոփոխում է կարծիքը, ճիշտ է, հələ մեր տարածաշրջանում նորմալ է, վերահաստատել են կարևորը Ռուբիոն հաստատել է, ասել է, որ դատապարտում ենք ցանկացած այդ ագրեսիայի փորձ, այսինքն ինքը դաբրո չի տալիս, խստորեն դատապարտում է, այդ էլ մեր իշխանության շնորհիվ է, չվերագրեք ձեզ, այսինքն մեր տարածաշրջանում խաղաղության առումով հստակ դիրքորոշում կա։ Դա մեր իշխանության շնորհիվ, բայց ընդհանուր առմամբ տեսեք կարևոր այդ հակամարտության վայրերում Ուկրաինայի հետ կապված 5 րոպեն մեկ դիրքորոշում է փոխում։ Բայց դա չի նշանակում, որ մենք էլ հիմա անհանգստանալու պահեր ունենք, որտեղ խաղաղության պայմանագիրը դա արդեն ուրիշ գործընթաց է, ձեռնտու է ողջ աշխարհին։ Համեմատության մեջ չդնեք, պանիկայի չենթարկվեք։ Այս ուղղակի Թրամփ քաղաքական գործի փոփոխականությունն եմ ուզում շեշտեմ։ Ոնց է այս մարդը ասում Արամ Սարգսյանը, ոնց է ասում մենք արմատական ենք։ Աշխարհի 5 րոպեն մեկ փոխվում է, դու ոնց կարաս արմատական լինես։ Դու կարաս ունենաս արևմտյան դիրքորոշում։ Իսկ փորձել եք գոնե մի անգամ Եվրաքվեի այդ անդամներ աջակիցներ, փախած հեղափոխականներ, ովքեր հիմա ինքնամոռաց բանը եվրոներ եք։ Իսկ փորձել եք գոնե ձեր կյանքի մեջ գոնե մի անգամ լինեք հայամետ։ Այդ դրա մասին մտածեք։ Ոչ թե ամեն անգամ կեղքթեք։ Նիկոլայս չարեց, այն չարեց, ամեն ինչ էլ արվում է, ուղղակի դուք չեք գնահատում։ Այդ նույն Ամերիկան էլ մի քանի տարվա մեջ չի կառուցվել։ Ու հələ Ամերիկայում այնքան process-ներ ա գնում, որ կարելի ասել Ամերիկայի կառուցումը այս նոր աշխարհակարգում հիմքը նոր ա դրվել, այն գերտերություն, որ մեր ընկալման մեջ ա եղել, կարելի ասել չկա։ Էությունը մեր մոտ տպավորվել է որպես գերտերություն, բայց Ամերիկան Թրամփի ժամանակ չի ասի, որ նման գերտերություն է։ Հզոր է, բայց այդ գերտերության ընկալումը հələ չկա։ Ես ասացի, որ պարոն Փաշինյանը վարում է հայամետ դիրքորոշում, իսկ այդ արևմտամոլները քծնող քաղաքականություն։ Հետևաբար նման երևույթները չեն կարող լինեն հայամետ, որտեղ այդ նույն Արամ Սարգսյանը մի քանի անգամ վարչապետի կողից փախել է, չի հավատացել իշխանությանը, արվող հեղափոխությանը, պատերազմից հետո հիշում եք, որ մեր զինվորները, մեր ախպերները դիրքերից իջնում են, ասեց Նիկոլը տանում է բախման, ինչ եմ ուզում ասեմ, ու սենց շատ բաներ։ Իրանք սաղ այդ թիմով, այդ կուտոկով ասել են Նիկոլը սխալ է վարվում, գնացել մտել են մոտը դուրս են եկել, ասել են վարչապետը շատ ճիշտ քաղաքականություն է վարում։ Հիմա քարոզարշավի ժամանակ ամեն գնով ուզում են ցույց տան, յանի մտահոգ ենք, ոչ, դուք մտահոգ չեք։ Դուք չեք կարող մտահոգ լինել, չեք կարող Հայաստանի Հանրապետությունը արժանապատը ներկայացնել, եթե լինեք իշխանություն, եթե
Արևմտյան մեր շատ գործընկերներ հայամետ դիրքորոշում ունեն, այդ թվում նաև Ռուբիոն, պետ դեպարտամենտի, հա, ղեկավարը։ Բայց հոգոսրտով այդ հայամոլ չեն։ Իսկ մեր մոտ լրիվ հակառակն է։ Հայաստանը երկրորդ պլան է ուժերի կողմից, արևմուտք հասկացանք։ Քայլերը հաջորդականությամբ արվում։ Այդ խեն մտածում, որ ընդ ծնկաչոք խնդրում են մեզ միանանք Եվրամիությանը։ Իհարկե այդ գործընթացը այդ բանաձև ընդունվեց, դա էլ վաղը կասեմ, բայց հաջորդականությամբ մենք գնում ենք ինտեգրում։ Հա, այս Սփյուռքում եղած բեզարած տավարները, ովքեր ունեն որոշ չափով մեծ լսարաններ, վայրահաչում են, վնգստում են, թե խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա, ասենց ինչ որ կուտ են տալիս իրանց այդ բառը չեն կարող, միամիտ չեն, այդ անգրագետներին, բառից բուն իմաստով անգրագետներին կուտ են տալի, թե բա կապիտուլյացիա եւ այլն եւ այլն։ Հիմա այդ մարկանց ես հարց եմ տալի։ Բա որ կապիտուլյացիայի փաստաթուղթ է։ Ալիևն չի ստորագրում։ Հարց, ուղիղ հարց, չի ստորագրում։ Ուղղակի բարոյական նորմեր կա պետք չի անցնելը, երևի ձեզ որոշ մարդիկ ինչ որ պաշտոններ են խոստվել, փող են խոստվել, կամ աբիժնիկ եք, բառից բուն իմաստով աբիժնիկ եք իշխանությունից։ Մեր ընկերները ասում են չասես չիբուխը։ Ոչ միայն հարազատ ջան, ոչ միայն չիբուխը։ Տիգրովկա կարմիր թշերով այտենց էսկորտ ծառայություններ մատուցող թոշակառուն ձեզ բոլորից հայտնի։ Այդ նույն սաստավից են, էլի։ Այս մարդիկ, որ ասում են կապիտուլյացիայի թուղթ է, առաջինը ուզում եմ այդ տիպի մարկանց բնորոշում տամ, բնութագիր տամ, որ այդ տիպի մարդիկ ուղղակի Ալիևի խոսնակներն են կամ Հայաստանի Հանրապետությունում, կամ Սփյուռքում, մասնաճյուղ ունի, էլի։ Մտավախություն կա, մտավախություն կա այդ ուժերի մոտ, որ իրանք վերջին հաշվով խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո կմնան անտեր։ Իհարկե այդ անտեր բառից բուն իմաստով։ Իհարկե այդ նաև ռսակոծներից բացի արևմտամոլներ այդ վախերը ունեն, որովհետև եթե մենք արդեն վերջին հաշվով Եվրամիությանը միացած լինենք, անդամ լինենք, ՆԱՏՕ-ի մեջ լինենք կամ նմանատիպ ինչ-որ կառույցում, այս ուժերը ընդհանրապես խոսալու բան չեն ունենալու։ Կուսակցությունները իրանց պետք է փակվեն, եթերները պետք է փակվեն։ Արդեն են որ ասում են լայքեք, բաժանորդագրվեք, ոչ մեկ չի նայելու իրանց, որովհետև ամեն ինչ մեր իշխանությունը արած կլինի։ Հետևաբար հասկանում եք, չէ՞, իրանց սուտի մտահոգության պատճառը որն է։ Հետևաբար առանձնապես այտենց մարդատեղ մի դրեք։ Կարող է լսեք, բայց հիմք մի ընդունեք, որ Հայաստանը սենց, իհարկե դա լկտի սուտ է։ Հայաստանը օր-օրի հզորանում է, որտեղ կան նենց նվիրյալներ, դե վարչապետը պարոն Միրզոյանը ու մնացած պատկան մարմինների գլխավոր պաշտոնյաները, թե մեր ընկերների մեջ իրոք նվիրյալներ կան, որ Հայաստանը չի կարա հետընթաց ապրի։ Ուղղակի որոշ մարդկանց ուղեղն է հետընթաց ապրում, սաղ աշխարհը որ զարգանա, դրանք մնում են նույն բթամիտը։ Գյումրեցիներ ջան, հիմա դրա ուղիղ կապ ունի, հա, այս խաղաղության պայմանագրի եւ այլն։ Ուրեմն ես ուզում եմ անդրադառնամ էլի ձեզ, քանի որ այդ նույն եթերի մեջ է, Թասիբով Գյումրեցին առաջնային տեղը տալիս է, բացի անհատից գիտելիքներից, փորձից, որն ունի մեր Սարիկ Մինասյանը, ուշադրություն է դարձնում ընտանիքին։ Տեսակ պարոն Մինասյանի գեղեցիկ ընտանիքը, չափված, ձևած, տեսներից երևաց, որ իրոք ընտանիքի երեխեք են։ Նայեք Վարդանիկի երեխեքին, նայեք մնացած երեխեքին։ Տեսեք Լևոն Բարսեղյանին ու Բարսեղյանի տղուն, ինչով են զբաղվում դրանք։ Հետևաբար
ընտանիքի առումով էլ միակօրինակելին հենց պարոն Մինասյանն է։ Եվս մի հիմնավոր պատճառ, առավել քան հիմնավոր, որ ընտրեք պարոն Մինասյանին։ Հաջորդը այդ նույն Եվրադաշինքի հետ կապված էլի ավելացնեմ։ Ես անցած եթերին ասեցի, չէ, դրանք գնահատական չտվեցին, ժողովուրդը գնահատական չտվեց, բայց Եվրադաշինքը ամեն օր ելույթ է ունենում, նախկին ինչ որ գրեհիկ արտահայտությունները անում, Խուրշուդյանը թալան են պահում իշխանությունը։ Դուք հասկանում եք, որ հանցագործության մեջ եք մեղադրում իշխանությանը։ Թալան պահողը դուք եք։ Չեն ուզում կոմֆորտ զոնա են ստեղծել, չեն ուզում պայքարի մեջ մտնեն ուղիղ նախկինների հետ, սովորեն ամեն ինչը Նիկոլն անի, բայց մտեք, դուք ընդդիմություն եք, մտեք պայքարի մեջ։ Վարչապետը սաղ կյանքն է պայքարը դրանց դեմ, իսկ դուք վախենում եք, անունն էլ դնում եք սուտի քննադատություն։ Դուք գնահատական տվեցիք Լևոն Բարսեղյանի տղուն, Հայկ Բարսեղյանին, իհարկե չէ։ Խի չտվեցիք, այդ ինչ ընտրովի արդարադատություն է, ձեր կողմ արդարամտություն, այդ ինչ կողմնապահություն է։ Իսկ խի գնահատական չտվեցիք։ Ու դուք ձեր նմանները վաղը միսով որ գան իշխանություն, գնահատական կարան տան բանին, Ռոբիկին Սերժիկին, իհարկե չէ։ Վարչապետը ամեն օր է գնահատական տալիս։ Իսկ դուք վախենում եք, թքած կպցրած, սենց լղոզված պատկեր եք ներկայացնում, դա քաղաքական գնահատական չի։ Երկրորդ կետը։ Ուրեմն հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո Արամ Սարգսյանը եղավ վարչապետ։ Բախի ժամանակ Արամ Սարգսյանը լինելով երկրի երկրորդ դեմքը չլուծեց Ռոբիկի Սերժիկի հարցերը։ Խի չեք ասում, պարոն Սարգսյան, խի չլուծեցիր այն ժամանակ։ Այն ժամանակ ուր էր Նիկոլ Փաշինյանը։ Շարքային անհատ էր, շարքային լրագրող էր այդ ժամանակ։ Լրագրող էր։ Հələ քաղաքականություն որպես քաղաքական գործիք չէր մտել։ Այն ժամանակ անեք, բա խի չարեցիք, խի գնահատական չէ։ Խի ասում են նախկիններին չդատեց։ Բա Արամ Սարգսյանը թող բան աներ, Ռոբիկի հարցերը լուծեր։ Մեղադրում եք, խի պետք է ասեք հեշտ չէր, բա խի եք մտածում, որ հիմա հեշտ է։ Խի եք ամեն ինչ բարդում Նիկոլի վրա։ Արևմտամետ ուժ եք, նորմալ խոսքը դուք սվիններով եք ընդունում։ Ճիշտ է, որ ձեր դեմքին ասում են, դուք վիրավորում բլոկում եք։ Դա ձեր արևմտյան արժեքները։ Թե փաթեթավորմամբ արևմտամետ եք, բայց գաղափարապես ռսամետ։ Այդ հարցն էլ է մեզ շատ հետաքրքրում։ Նախկիններին չդատեց, ինքը նախ դատողը չի։ Երկրորդն էլ նախկինների ամենահզոր պատիժը Թալանը հետ բերելն է։ Իրանք առանց փող ոչ մի բան են։ Հետևաբար Թալանը բերելով, ռուսին արդեն արևմուտքը պատժելով, ստեղ իրանք ոչնչանում են։ Չեք հասկանում այդքանը, դա չեք ուզում հասկանաք։ Կամ այս տարբերակն էլ բերեմ, 7 տարի, հեսա կլինի 7 տարի, դուք չեք հասկանում, թե չեք ուզում հասկանաք, ինչերի միջով անցանք։ Կորոնավիրուս, հարկադրված պատերազմ, ընդ որում արևմուտքը, այդ ձեր պաշտելի արևմուտքը 22 թվականի սեպտեմբերի 13-ի պատերազմից հետո խաղի մեջ մտավ, պայքարի մեջ մտավ։ Եվրաջասթը կնքվեց արդեն 22 թվականից հետո 23-ին, եթե չեմ սխալվում, 23-24 թվականին, 23-ին ուզում եմ ասեմ, ամեն ինչը քայլ առ քայլ պետք է արվի, այդ դուք որ լինեք ինչ եք անում, ոչ մի բան, դուք ձախողելու եք, որտեղ ձախողակ եք։ Ձախողության, ձեր ձախողակության վարպատկերը Լևոն Բարսեղյանի մեկին ձեր այդ քաղաքապետի տեխնացու առաջադրելը։ Գյումրեցիք շատ լավ գիտեն Լևոն Բարսեղյանովա։ Այդ դրա մասին անհանգստացեք, դրանից վիրավորվեք, ոչ թե որ հեղափոխականները ձեր բերաններին գալիս են ինչ որ պիտակներ կպցնեք, յանի բանը զոմբին դուք եք, որ չեք հասկանում պարզ ճշմարտությունը, որ խաղում եք Հայաստանի Հանրապետության պետականության հետ։ Եթե չեք կարող օգնեք, մի էլ խանգարեք, ձեզ ոչ մեկ չի ասում, պարտադիր պետք է օգնեք։ Մյուս կետը հիմա էլ ինչ-որ մի հատ Մերաբյանը իրան դրելա, չգիտեմ, լայքերից ոգևորված ինչ-որ գրահիկ շատ
տղամարդուն ոչ վայել բաներ բարբաջում, ներկա նախկին շոուա աչկապոցի եսին ինչա փորձում են մարդկանց հիասթափության տանել, ոնց որ ասեցի, որտեղ մարդիկ խեմ հաճախակի կրկնում, որովհետև լիքը մարդիկ նոր են միանում։ Ուրեմն ասեմ, դուք բարոյական իրավունք չունեք նման ստեր խոսալու։ Ձեր Արամ Սարգսյանը, ես էլ եմ հարց տալի, ներկայա, թե նախկին։ Եթե դուք խոսում եք նախկին, ուրեմն Արամ Սարգսյանը վարչապետ է եղել, նախկինը։ Թե ապագա, եթե ապագա 26 թվականին, շատ մեծ ախորժակ ունեք, մի հատ հանգիստ նստեք ձեր տեղները, որովհետև Արամ Սարգսյանը երբեք վարչապետ չի լինի։ Եթե ռուսը կարացավ սպարապետին Վազգեն Սարգսյանին վերացնի, Արամին մի հատ ճտոցով։ Վարչապետն է, մեր վարչապետն է, որ կարող է այնքան ճկուն քաղաքականություն վարի, որ ամեն ինչ նորմալ լինի։ Այս ներքին կյանքում այդ փսլնքոտների մի քանի տառականների, ռսակոցների դուրս գալը փողոց, դա բան չի նշանակում։ Հանգիստ եղեք, բայց մեր գովքով չեն անի։ Իհարկե, այդ ձևով փորձում են ինչ-որ արդյունքի հասնել, բայց առը թե հա, սենց կոպիտ ասեմ, կհասնեն հաջողության, չեն հասնի, կգրվի սառույցին, ինչքան փորձարել են, այտենց էլ կգնան կհավաքվեն տներով։ 26 թվականին իրանք մաշվում են, 26 թվականի դեմ իրանք մաշվում են։ Չի կարելի, էլի, ասենք, հասկացանք, խոսում եք, չի կարելի կարմիր գծերը հատելը։ Սա ոչ թե հակաքարոզ է, ես էլ ասեմ իմանաք։ Սա ոչ թե հակաքարոզ է, այլ բարձրագույն իշխանության կողմից, ժողովրդի կողմից, ռեալ քաղաքական գնահատականը արևմտամոլ Եվրադաշին կոչվածի։ Խեմ հիմա կոնկրետ իրանց վերով խոսում, որտեղ ռսակոցերի պարագայում բազմիցս այս տարիներով խոսացել ենք։ Հիմա դուք եք Հայաստանի Հանրապետությանը սարքում խղճուկ, դուք եք ներկայացնում վարչապետին որպես թուլամորթ, այնինչ դուք եք թուլամորթը։ Այնքան բաներ է մարդը ու անում, որ դուք այդ ձեր շայքով չեք անի։ Ես այս թիմին մի բան խորհուրդ կտամ, ուրեմն ամենայն լրջությամբ եմ ասում, գնացեք վերապատրաստման, որովհետև ձեր այդ կարծրատիպերը, նավթալին կարծրատիպերը մնացել են դեռևս Սերժիկի Ռոբիկի տարիներին, փոփոխվող աշխարհում, այս աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում ձեր այդ ճակերտավոր վերլուծությունները, փորլուծությունները մնացել են հին աշխարհի փլատակների տակ, հետևաբար առերեսվեք իրականությանը, փորձեք հանդիպեք վարչապետին, մարդը չի մերժի հաստատ, ու առերեսվեք այն պատկերին, որը գոյություն ունի, ոչ թե ձեզանից հորին եք, պոզով պոչով ինչ-որ նյութեր եք գրում, ելույթներ եք ունենում։ Ես դեռ չեմ լսում, այդ ձեր փնթի պահվածքը գալի հասնում է ինձ։ Ցավոք սրտի չկա մի վերլուծաբան, որ ասես, հա, բոլորը, Չիբուխչյանի կա երկու թիմ, Չիբուխչյանի թիմ, կա Եվրադաշինք։ Ու ես չեմ զարմանա, որ 26 թվականին դրանք միանան մի կոալիցիա, որ վարչապետին ամեն գնով իշխանությանը, մեր իշխանությունը ու մեզ ամեն գնով ուզում են հեռացնեն իշխանությունից, իրանք լինեն իշխանություն։ Այդ թույլ չենք տա։ Ամեն դեպքում adekvat հայը մեր իշխանության կողքին կանգնած մինչև վերջել կլինի։ Իսկ այն մարդիկ, ովքեր թուլամորթ են, տերապիային բառից բուն իմաստով, կմաքրվեն, մնան ազնիվ մարդիկ։ 26 թվականին մենք պիտի իմանանք, թե քանի տոկոսն է ազնիվ գաղափարի կրողը, հեղափոխական գաղափարի կրողը։ Ժողովուրդ ջան, երևի այսքանը, դե այդ բաներից անուններ են գրվում, Քնարիկ ջան, իրոք Հարքսուքյասյանը իրոք ճիշտ գնահատական մեծ մասով համամիտ եմ իր հետ, բայց իրան դիտարկում են ոչ թե քաղաքագետ, վերլուծաբան, ավելի շատ ընդդիմադիր, sense քաղաքական գործիչ, էլի, զուտ բան չէ, զուտ քաղաքագետ չէ, շատ ափսոս, որ պարոն Շիրինյանն այդ խնդիր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու, վերադառնալով Գյումրու քաղաքապետի ընտրությանը, ասեմ, վերջին հորդորս Սիրելի ընկերներ, հարգելի գյումրեցիներ, նամուսթասիբով գաղափարակից ժողովուրդ ջան,
Գյումրի ընտրությունը պատահական երկրորդական, երրորդական ընտրություն չի։ Ես կխնդրեի ամենայն լրջությամբ մոտենայք այդ ընտրությանը։ Ամեն գնով, կոպիտ ասած մեռնելով էլ լինի, գնացեք ձեր ձայնը տվեք պարոն Սարիկ Մինասյանին, ով կապահովի Գյումրու զարգացումը ու դուք այդ փոփոխությունները կտեսնեք։ Վստահաբար կտեսնեք, քանի որ արդեն իսկ իր կարճաժամկետ պաշտոնավարման ընթացքում աշխատանքները տեսել եք։ Սա պատերազմը Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի միջև։ Այսինքն կամ մենք ընտրում ենք խաղաղությունը ու զարգացումը, հզորացումը, կամ Գյումրին վերածվում է ռուսի որջի։ Վստահաբար դուք ձեր քվեն կտակ Սարիկ Մինասյանին ու իրան հարգող արժանապատիվ գյումրեցին այլ տարբերակ չի ընտրի։ Մի փոշիացրեք ձեր ձայները տալով քաղաքական ֆայտոնչիների, թորիկների, ֆայտոնազավր դեմքերի եւ խեղված բարքեր ունեցող չհարգված ինչ-որ մեկին։ Մեր միակ տեխնացուն արժանապատիվ գյումրեցին ընտրում է Սարիկ Մինասյանին, ով իրոք միակ տեխնացուն է, ով կապահովի Գյումրու զարգացումը։ Ընկերներ ջան, այս մասով այսքանը։ Մեր ԱԱԾ-ին ոստիկանությանը կհորդորեի ել ավելի շատ ուժեղացված հսկողություն իրականացնեն այդ ողջ ընթացքում, որպեսզի այդ սադրիչները չդիմեն ինչ-որ քայլերի։ Իհարկե պետք է ընդունենք, որ 90-ականները չի արդեն հեղափոխությունից հետո այդ մեխանիզմները դրանց կեղծիքները չեն ազդում, մաքսիմալ իրանք ինչ անեն, ուղղակի ընտրատեղամասերում շոուներ, հիստերիկներով շոուներ կազմակերպեն, որ փորձեն ինչ-որ խառնաշփոթ առաջացնեն, բայց դա ընտրության ընդհանուր արդյունքի վրա չի ազդելու։ Այսքանը ժողովուրդ ջան, ուրեմն մենք պատվով մեր քարոզարշավը սկսեցինք ու ավարտեցինք, իսկ շատ շուտով ու մեծ հույսով կտոնենք մեր հաղթանակը, ասենց միամուրելի միասնական ուժերով կտոնենք հեղափոխության հերթական հաղթանակը։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, արդեն կհանդիպենք վաղը նույն ժամին ուրիշ թեմայով, նախորդ կտեղեկացնեմ ձեզ, բարի գիշեր, ձեզ ամենայն բարիք, մեր Սարիկին էլ, մեզ էլ հաղթանակ։